Հանրապետական հավաքակայանում երիտասարդների հերթական խումբն այսօր քաղաքացիական կյանքից անցում կատարեց բանակային կյանքին։ Նորակոչիկները նախ վերջնական բուժզննում են անցնում, որից հետո վիճակահանությամբ է որոշվում, թե որ զորամասում են անցկացնելու ծառայությունը, իսկ գործընթացին հարազատները հետևում են տեսակապով։ Զորակոչիկների գիտելիքները ստուգվում են ավտոմատացված էլեկտրոնային համակարգի թեստերի միջոցով, որի արդյունքում էլ որոշվում է զինակոչիկին համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, մինչ հիմնական ծառայության մեկնելը։ Զորակոչիկները ծառայության են մեկնում ավելի ինքնավստահ, խաղաղության պայմաններում եւ արդեն 1.5 տարի ժամկետով։ Ինձ թվում է ծառայության մեջ դժվար ոչի բանը չկա։ Եթե գնում ենք ծառայության պատրաստ ենք, որ պետքա լավ գիտենք, որ պետքա պաշտպանենք մեր հայրենիքը ու բոլորս գնում ենք հենց այդ նպատակով, հենց այդ ցանկությամբ։ Ու իմ կարծիքով դժվար բան չկա ծառայության մեջ, բոլորին էլ մաղթում եմ, որ իրան գան ծառայեն իրանց հայրենիքին, լավ լինեն, բարևում եմ ծնողներիս, հարազատներիս, ընտանիքիս, լավ լինեն, թող շատ չմտածեն, ամեն ինչ լավ է, նորմալ է սա։ Ծառայությունը 1.5 տարի է լինելու, ուրախ ես։ Հա, շատ ուրախ եմ։ Ծառայությունից հետո ինչ պլաններ ունես։ Պիտի սովորեմ Որտեղ։ ավիացիոն ակադեմիայում։ Այսինքն ծառայության հետ կարող շարունակես, թե Հնարավոր է։ իսկ սիրած աղջիկ ունես։ Հա, սիրած աղջիկ ունեմ։ Իրան ինչ կասես։ Դե տենց թող լավ լինեն, ամեն ինչ լավ է լինելու, շատ էլ չմտածեն։ Ծառայությունը ինչպես է տրամադրված։ Ինչ դժվարություն կա քեզ, որ ամենադժվարն էր հաղթահարել։ Չունեմ դժվարություններ, սա հաղթահարելու եմ։ Իսկ հարազատների կարոտ է։ Դե կարոտելու եմ, բայց հետ չեմ նայելու, էլի շատ։ Ընտանիքիդ ինչ կասես։ Մաղթում եմ համբերություն։ Եկել սիրում եմ իրանց։ Ծառայությունը 1.5 տարի է, արդեն ուրախ ես։ Դե հա։ Լավ է, որ 1.5 է։ Զգացում ունես ծառայության հետ կապված։ Մարտական։ Ինչ ես կարծում, ինչպես կանցնի։ Քանի որ 1.5 տարի ես ծառայելու, ուրախ ես։ Այո։ Իսկ ծնողներիդ ինչ խոսք ունես ասելու։ Դե խորին համբերություն։ Որտեղից ես։ Դեր գյուղից Գորիսի շրջան։ Ինչ զգացում ունես ծառայության հետ կապված, ծնողներիդ ինչ խոսք ունես ասել։ Շատ կարակ հանգիստ լինեք, խաղաղ լինեք, ամեն ինչ նորմալ է, մարտական, տղան պետք է ծառայի։ Քանի որ ծառայությունը 1.5 տարի է, արդեն ուրախ ես դրա համար։ Դե իհարկե ուրախ եմ։ Ես Ծառայությունից հետո ինչ պլաններ ունես։ Պետք է որոշեմ, բանակից հետո եմ սաղ թողել որոշեմ, հիմա սաղ բտքերս բանակի մասին է կենտրոնանում եմ, որ չշեղվեմ։ Իսկ օրինակ պաշտպան հայրենիաց ծրագրից տեղյակ ես։ Տեղյակ եմ, հա։ Մտածել եմ։ Կմտածեմ էլի, մտածել եմ, հա։ Ծառայության հետ կապված ինչ զգացում ունես։ Շատ լավ։ Մի տարուսավ էլ բանակում եմ հենց եղել էլի, աշխատել եմ այնտեղ։ Խոհարար եմ ես աշխատել։ Քանի որ ծառայությունը 1.5 տարի է լինելու, ուրախ ես։ Հա, ուրախ եմ տենց ասած։ Ընտանիքի ծնողներիդ ինչ կասես։ Թող չմտահոգվեն էլի։ Չմտահոգվեն։ Հիմա քանի որ ավելի շատ խաղաղ է, դու ինչպես ես տրամադրված ծառայությանը։ Շատ լավ եմ տրամադրված, փոքրուց էլ տենց եղել։ Իսկ բանակից հետո ինչ պլաններ ունես։ Ուսումս շարունակեմ։ Տնտեսագիտություն եմ սովորում ես Կապանի պոլիտեխնիկում։ Ծառայությանը ո՞նց ես տրամադրված։ Շատ լավ։ Շատ լավ։ Ամենադժվարը ինչն է հաղթահարելը ծառայության գնալուց ըստ քեզ։ Ինձ թվում է շուտ մի բան չկա անհաղթահարելի, եթե տրամադրված գնում ես, ամեն ինչ հաղթահարելի է։ Ամեն ինչ տեղ ոմարը ոնց են ասում։ Քանի որ ծառայությունը 1.5 տարի է, ինչպես ես տրամադրված։ Շատ լավ է։ Ծնողներիդ ինչ խոսք ունես ասելու։ Առողջությունը ամենակարևորը, ուզում եմ որ չտխրեն։ Դա սողը անցողիկ է էլի։ Չգիտեմ ինչ կոնկրետ ասեմ, բայց ամենակարևորը առողջություն ու ժպիտը կարամ ամեն բարին մի հետ։ Привет, мам ջան։ Չտխրես ընդհանրապես։ Գեմ կհասնեմ էլ։ Սիրած աղջիկ ունես։
Մարտունից եմ լիճկից։ Ծառայությանը ոնց է տրամադրված, կա ինչ-որ դժվար բան, որ Չէ, լավ է սաղելը, որ շատ լավ եմ տրամադրված ծառայությանը։ ծնողներիդ ինչ խոսք ունես ասել։ Դե ամենակարևորը կարոտում եմ իրանց, շուտ կծառայեմ, ամփորձանք իրանց կհասնեմ։ Ծառայությունից հետո ինչով ես զբաղվելու։ Մասնագիտությունս շարունակել եմ սովորել ու աշխատել տուղությամբ, իրավագիտություն։ Հոր արմամբ ինչ ես մաղթում ծառայության գնացողներին, ինչպես տրամադրվեն։ Շատ լավ թող տրամադրվեն, տարի ու կես է արդեն դարձել, ամփորձանք ծառայեն իրանց ծնողներին հասնեն առողջ։ Կարևորը ամփորձանք լինեն այդքան բան։ Նշենք, որ հավաքակայանում զորակոչիկներին է ներկայացվում նաև Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որով նրանք կարող են համալրել զինված ուժերի պայմանագրայինների շարքերը եւ ստանալ սոցիալական երաշխիքներ, մասնագիտական զարգացում, իսկ դրա շրջանակում ատեստավորման շնորհիվ նաև բարձր աշխատավարձ։ Արդեն վերջում զորակոչիկները ստանում են իրենց հատկացված հագուստն ու մեկնում զորամասեր։